Ինչ մանրամասներ կարող եք ներկայացնել քննության ընթացքից։ Քննության ընթացքից ես տեսա, որ քննչական կոմիտեն հայտարարություն է տարածել, որտեղ մի երկու հանգամանքի անդրադարձել է։ Կարող եմ նշեմ, որ այդ հանգամանքները վկայակոչված գոյություն չունեցող փաստական հանգամանքներ են։ Շատ զավեշտալի քերական վարույթ է։ Այս Ավետիք Չալաբյանի նախորդ քերական վարույթը հիշում եք, էլի ձայնագրության հիման վրա էր։ Այս մեկը ավելի զավեշտալի է, էլի, բայց այդ քննչական կոմիտեի հայտարարության համատեքստում շատ բան չեն բացահայտել, ես էլ շատ բանի չեմ կարող անդրադառնալ, նկատի ունենալու նախաքննական գաղտնիքը։ Զավեշտալի բան է մեղսագրված ընտրողների իրավունքների խոչընդոտ, ընտրական իրավունքի խոչընդոտման նախապատրաստում։ Ես հուսով եմ դատաքննությունը, դե որ բաց հրապարակային լինի, շատ ավելի հետաքրքիր կանցնի, նաև վերագրողներն էլ հնարավորություն լուսաբանել։ Ես ուզում եմ հասկանալ քննչական կոմիտեի վկայակոչած ձայնագրության հիման վրա Ավետիք Չալաբյանի դեմ ըստ էության ով պետք է ցուցմունք տա։ Ռուսաստանցի գործարաններ, ովքեր իրենք մարդկանց հետ հանդիպել է Ռուսաստանի Սերբիան եւ ցուցմունքան Չալաբյանը։ Նախ էլի այդ ձայնագրության աղբյուրը անհայտ է, անհասկանալի ձայնագրություն է։ Ես չգիտեմ, ախր բաներ կա չեմ կարող անդրադառնալ, շատ ուզում եմ անդրադառնալ, չեմ կարող անդրադառնալ, բայց դեռ առիթ ունենալու ենք անդրադառնալու, իսկ տեսնենք էլի ինչքան զավեշտալի բաներ կան։ Իհարկե հասկանում եմ, որ նախաքննական գաղտնիքի հետ գործ ունենք, բայց օրինակ քննչական կոմիտեի օրինակ մի բան ասեմ, 17 օր հրապարակված է այդ ձայնագրությունը, 18 օր հրապարակված է այդ ձայնագրությունը, Չալաբյանին կալանավորելու միջնորդություն են ներկայացրել, հիմնավորելով, որ համ կխոչընդոտի, համ կփախնի, համ նոր հանցանք կկատարի, այստեղ հարց առաջանում, բա 18 օր հրապարակված է, քերական վարույթը նախաձեռնվել է հրապարակման հենց հաջորդ օրը, քերական վարույթը նախաձեռնվել է 17 օր ասեն, 17 օր թողում են, որ այդ շատ վտանգավոր անձնավորությունը, որը եւ կփախնի, եւ կխոչընդոտի, եւ նոր հանցանք կկատարի, ունենա այդ 3 անելու հնարավորությունները։ Իսկ այն որ Չալաբյանը իմացել է այդ ձայնագրության մասին բոլորին հայտնի է, որովհետև Չալաբյանը ինքը հայտարարությամբ հանդես եկել, եթե չեմ սխալվում, Հայակվեն է հայտարարությամբ հանդես եկել, բայց նաև գիտենք, որ Հայակվեի համակարգող անդամն է, եւ եթե չեմ սխալվում, քաղաքահասարակության ներկայացուցիչներից մեկն էլ հենց նույն օրը հայտարարել էր, որ հանցագործության մասին հաղորդում են ներկայացնելու։ Այսինքն մարդը գիտի, որ այս իրականությունում, այս քաղաքական հետապնդումների իրականությունում չեղած բանը առիթ է անձին հետապնդելու, գիտեր ու 17 օր որևէ գործողություն չէր անում, հիմա ասենց հրատա պետքա կալանավորենք հակառակ պարագայում նա կփախնի եւ այլն, զավեշտի է նման։ Այս կալանքի հիմքերի մասով, որին կարող է անդրադառնալ, դրա համար անդրադարձա, իսկ բանի բուն մեղսագրվող արարքի, մեղադրանքի փաստական հանգամանքները էլ եմ ասում, շատ զավեշտալի են։ Սենց ասեմ, են նախորդ գործը շատ ավելի պրոֆեսիոնալ էր մատուցված, այդ Տորնիկ Ալյանի հետ կապված գործը, այս մեկն դե տեսնենք։ Անշտություններից մեկն էլ օրինակ, որ Վահան Չալաբյանի վերադառնում է, որ մայիսին ինչ-որ հանդիպումներ է ունեցել, մեկնել է Ռուսաստան, բայց օրինակ այդ տեսակցությունը, ձայնագրությունը, որը տարածվում է, տեղի ունեցել Ձմռանը, դրան էլ է վերաբերվում։ Նախաքննական գաղտնիքով պայմանավորված չեմ կարող շատ հանգամանքներ ասել, բայց շատ ավելի զավեշտալի բաներ կան, էլի։ Անհարցիան, ձեր բերած փաստարկները, ձեր կարծիքով որքանով դատարանը, դատավորը հաշվի կառնի իր որոշումը ընդունելիս։ Ուղիղ 15 օր է, 15 րոպե է մնացել որոշմանը, ես իմ չսիրած գործն է, չսիրած զբաղմունքն է, նախորդ ինչ-որ գուշակություններ անել է, հուսով եմ, որ այդ հիմնավորումներն ու փաստարկները դատարանի համար ունենան ծանրակշիռ նշանակություն, դատարանը կամ հիմնավոր կասկածի բացակայությամբ կմերժի ընդհանրապես խափանոցից կիրառել է, կամ գոնեցե եթե հիմնավոր կասկածել կնկատի, ինչը դժվար է նկատել այս գործում, բանտային կալանքից կխուսափենք, բանտային կալանք չի, որտեղ որևէ կերպ չի հիմնավորվում բանտային կալանքի անհրաժեշտությունը։
Չարաբյանի տան խոզարկությունների արդյունքում ինչ են գտել կամ առգրաված հեռախոսի ուսումնասիրության արդյունքում ինչ է բացել։ Ես այդ նախաքննական գաղտնիքը բան չեմ կարող ասել, բայց առանձնապես հետաքրքիր բան չկա այդ ձեր հարցի համատեքստում, էլի։ Հեռախոսը վերադարձել է։ Չգիտեմ, հետվերը չեմ կարող պատասխանել այդ հարցը։ Ինչու է հետաքրքրական բան արել, որտեղ բավականին կարճ տևեց միջնորդության քննությունը, մոտավորապես ժամի կես տևեց, ժամը 3-ի ներկայացում էր դատարան, մոտավորապես քննիկը արդեն իսկ վերջացել էր, մենք հասկանանք հաստական տվյալներ չկար, ապացույցներ չկար, հիմնավորումներ, ինչներ, որ այդ Միջնորդության ներկայացումը դատական նիստի, ասենք 10%-ներ չի կազմում միջնորդության ներկայացումը։